Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Առօրյա կյանքում ունենում ենք դժվարություններ, մտահոգություններ եւ երբեմն այնքան ենք տարված լինում այդ խնդիրներով, որ նույնիսկ չենք նկատում մեր շրջապատում եղող մարդկանց, որոնք անշուշտ եւս ունեն խնդիրներ։ Նույնիսկ եկեղեցում մենք կարող ենք օրերով ամեն օր կանգնել աղոթքի եւ չնկատել մեր կողքը կանգնած աղոթող մարդուն, որին թեպետ առաջին անգամ չենք տեսնում։ Ըստ իս մենք չենք նկատում այդ մարդկանց, որովհետև մեզ առաջին հերթին հետաքրքիր է մեր աղոթքը եւ մեր աղոթքի պատասխանը։ Բայց չէ որ քրիստոնեության առանցքը սերն է եւ մեր նմանի նկատմամբ բարիք գործելը։ Այսօրվա ընթերցումը առակաց գրքից է եւ հենց այս մասին է։ Մի դանդաղիր կարոտյալին բարիք անել, երբ կարողանաս նրան օգնել։ Մի ասա, թե գնա արի վաղը կտամ, մինչդեռ կարող ես բարություն անել, քանզի չգիտես վաղն ինչ կբերի։ Չարիք մի նյութիր բարեկամիդ դեմ, որ վստահել հույս է դրել քեզ վրա։ Զուր տեղը մի թշնամացիր մարդու հետ, որ քեզ չարիք չպատճառի։ Մի ստացիր նախատինքները չարագործ մարդկանց եւ մի նախանձիր նրանց ճանապարհներին։ Սիրելիներ, բոլորս էլ երբ դժվարությունների ենք հանդիպում, որքան ենք ուրախանում, երբ ինչ-որ մեկը մեզ օգնական ձեռք է մեկնում։ Եվս առավել մենք որքան պիտի ուրախանանք եւ մեր ուրախությունը որքան կատարյալ պիտի լինի, երբ մենք կարողանանք այդ օգնական ձեռքը մեկնել որևէ մեկին, որ այդ պահին այդ օգնության կարիքն ունի։ Աստվածաշնչյան ոսկե կանոնի համաձայն, եթե կարողանանք առաջնորդվել, պիտի կարողանանք նաև նկատել մեր շուրջը եղող մարդկանց եւ պիտի հետաքրքրվենք նաև նրանց խնդիրներով, մեր կարողությունների չափով նաև նրանց օգնելով։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա խորհուրդը մեզ սովորեցնում է ոչ միայն տեսնել սեփական շահը, այլ նաև դիմացինի եւ անդրադարձ ունենալ, թե մեր ապրելակերպը որքանով է օգտակար նաև մյուսների համար։ Ի վերջո հենց այս կարեկցանքը, այս մխիթարությունն է, որ մեզ պիտի դարձնի ավելի ամբողջական եւ հոգեվոր կյանքում ավելի կատարյալ։ Ուրեմն սիրելիներ, եթե մենք կարող ենք բարիք գործել, ինչու չգործենք։ Աստված պահապան ամենքիս։